Համացանցում է հայտնվել Նաթան arczepiskopos Հովհաննիսյանին եւ կաթողիկոսի նախկին գավազանակիր աղա Նաբեղա Երնջակյանին վերագրվող խոսակցության ձայնագրությունը, որը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին։ Խոսակցության ընթացքում աղա Նաբեղա arczepiskoposին ասում է, որ կաթողիկոսն իրենից պահանջել է ընտանիքի հետ միասին մասնակցել հակաիշխանական ցույցերին։ Խոսակցության առիթը, ինչպես հասկացվում է ձայնագրությունից, աղա Նաբեղայի դիմումն է իրեն կարգալույց հռչակելու մասին։ Աղա Նաբեղա Երնջակյանը համարում է, որ կաթողիկոսն իրեն ծառայության է ուղարկում Վանաձոր իր ըմբոստության պատճառով։ Գլխավոր դատախազությունից այս մասին հայտնել են, որ համացանցում տարածվող ձայնագրությունը քննության առարկա կդառնա արդեն իսկ առկա քրեական վարույթի շրջանակում։ Հասարակության մեջ տարածված է այն տեսակետը, որ սա փորձ է կաթողիկոսին ձերբակալելու համար։ Այս մասին Օրագիր Նյուզը զրուցեց իրավապաշտպան Արսեն Բաբայանի հետ, ով նշեց, որ սա միանշանակ փորձ է կաթողիկոսին ապագայում ձերբակալելու համար։ Վստահ եմ, որ դա կաթողիկոսի ձերբակալման նախապատրաստական աշխատանքներն են, այսինքն հասարակության մոտ արդեն այդ բանը բացում են, որ հաջորդիվ կաթողիկոսին, որ պիտի կաթողիկոսի նկատմամբ հետապնդում սկսել, դա վաղուց պարզ էր, հիմա սրանով հավանաբար արդեն մեկնարկեց երևի մոտ օրերս կլինի։ Իսկ ինչ վերաբերում է բուն ձայնագրությանը, ապա այնտեղ մեկը ներկայացնում է, որ կաթողիկոսը իրեն ինչ-որ բան է ասել, բայց դա միակողմանի տեղեկություն է, եւ երկրորդը, գիտեք, անկեղծ, եթե լինեմ հայ մարդու համար շատ դժվար է չպահանջել, որ գնալ եւ Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաքների մասնակցել։ Հայ մարդու համար շատ դժվար, առավել եւս եթե հոգեվոր առաջնորդի մասին է խոսքը։ Այսինքն այնուամենայնիվ վստահ չիմանալով, բայց եթե այդպիսի բաներ եղած լինի, ես միայն դրանից ուրախ եմ, որ կաթողիկոսը այդպիսի վերաբերմունք է ունեցել 23 թվականին։ Ակնհայտ է, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ժամկետների արդեն ուրվագծումներ է անում ինչը։ Դա իհարկե չգիտենք նախ որտեղից ձայնագրություն, այսինքն պաշտոնապես չգիտենք, բայց ես հստակ կարող եմ ասել, բոլոր բարձրաստիճան հոգեվորականներին անդադար տարիներ շարունակ գաղտնա լսել են ապօրինի եւ անհրաժեշտության դեպքում, երբ որ իրենք քաղաքական շահ ունեն, այդ ձայնագրությունները հրապարակում են։ Դա ոչ թե ապօրինի, այլ դա հանցագործություն է։ Բոլորիս ամեն օր անդադար հենց հիմա էլ լսում են ազգային անվտանգության եւ մյուս ծառայության համապատասխան աշխատակիցները։ Անդադար։ Դա ոչ թե ապօրինություն է, դա հանցագործություն է։